Այժմ մեր տաղավարում հարգելի հեռուստադիտողներ վերլուծությունների ժամանակն է, այստեղ է արդեն Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Դավոսին բնականաբար նախ եւ առաջ պիտի անդրադառնանք, մանավանդ որ այնտեղ էր նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ձեր վերաբերմունքը խաղաղության խորհրդի հետ ստեղծմանը, արդեն կանոնադրությունն իսկ ասում է, որ ինքը նպատակ ունի Թրամփը ոչ միայն Գազայում հակամարտության կասեցման, կարգավորման, այլ նաեւ ամբողջ աշխարհում հակամարտող կողմերին է վերաբերում։ Այո, ինքը կանոնադրությամբ իրեն արդեն հավերժ թագավոր արճակել։ Մենակ ինքը կարա իրան փոխի, այո, հաջորդին։ Ինքը կարա իրան հանի, իրան նշանակի, իրան փոխի, այո, եւ բնականաբար տեսակ երևի արդեն Պուտինը պատասխանեց, դե Պուտինը չգնաց, Լուկաշենկոն չգնաց, բարձրացկել չմիացավ, հələ որ այս պայն չկա։ Բնականաբար Զելենսկին է չմիացավ։ Ներողություն, բայց այսօր Պուտինը ուրիշ հայտարարություն արեց եւ շատ բաներ էր ասում, չհասցրեցի լրիվ լսել, ինքը հայտարարեց, որ պատրաստ է 1 միլիարդ տալ եւ դառնալ մշտական անդամ, բայց այդ 1 միլիարդը սառեցված ակտիվներից է։ Ես գիտեմ այդ հայտարարությունը, դրա մասին եմ ասում։ Եվ հենց նույն ժամանակ էլ խոսեց Ալյասկան հիշեց։ Շատ հետաքրքիր էր, որ մեր Ալյասկան գնեց Միացյալ Նահանգները շատ էժան գնով։ Դե տեսեք, այնտեղ Պուտինը ուրեմն մի հատ հետաքրքիր բան ասեց ամեն ինչի մեջ, ասեց մի հատ ես խորհրդակցեմ մեր ռազմավարական գործընկերների հետ միանալու հարցում, հետո նոր կհասկանանք ինչ ենք անում, հետո ասեց ինչքան հասկանում եմ Գազայի հարցով զբաղվում, բայց այնտեղ ակնհայտորեն կանոնադրության մեջ գրած է որ միայն Գազայի հարցով չի զբաղվում, այո։ Եվ բնականաբար Զելենսկին էլ ըստ էության ասում է որ ոնց գնամ Պուտինի եւ Լուկաշենկոյի հետ մի սեղանի շուրջ նստեմ, դա տարօրինակ է։ Բայց տեսեք, այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա, որ ուրեմն ռազմավարական գործընկեր ասելով Պուտինը նկատի ունի Սի Ցզինպինին։ Այո, եւ առանց Սի Ցզինպինի թույլտվության ես չեմ կարծում որ Պուտինը կմիանա, այսինքն ինքը հասկանում է, որ դա կարող է լարվածություն առաջացնի, որովհետեւ սա ըստ էության Թրամփ շոու էր, մեկ դիրիժորի ուրեմն գործողություն էր, որովհետեւ ինչ որ կատարվեց, ուրեմն ըստ էության դուք տեսաք բազմաթիվ հակասությունների ֆոնին կատարվեց, ոչ որևէ եվրոպական լիդեր դուք չտեսաք այդ piece of board-ի մեջ, այսինքն խաղաղության խորհրդի մեջ։ Բայց մեծամասնությունը դեռ չի հրաժարվել, հնարավոր է որ չեն հրաժարվի, որովհետև տեսեք, դե հիմա Գրենլանդիայի հարցը կա, բնականաբար այս պահի դրությամբ եթե Գրենլանդիայի հարցը չլիներ, գուցե եվրոպացիները միանային եւ այլն այսպես շարունակ, հա։ Բայց գիտեք ինչ կա մեծ պետությունների համար, նա մի քիչ, այսինքն այս ինչ որ Թրամփը անում է, դա մի քիչ ստորացուցիչ է։ Այո, եկեք ճիշտը խոստովանենք, որովհետև եւ բացի դրանից ինքը համասում է, չէ, ՄԱԿ-ի հետ կապ չունի սա եւ այլն, բայց ես շատ եմ սիրում ՄԱԿ-ը։ Այո։ Բայց առողջապահության կազմակերպությունից ՄԱԿ-ի դուրս եկավ այսօր։ Այո, եւ շատ կազմակերպություններ է դուրս եկել եւ չի ֆինանսավորում։ Դրա համար հիշում եք, այս խորհրդից առաջ ինքը եթե չեմ սխալվում, քանի 60-ից ավել կազմակերպություններ դե ժամանակ նշվեց, հիմա պարզաբանում արվեց, որ մի տարի պիտի նախապես զգուշացնի, մի տարի ժամկետից հետո նոր կարող է դուրս գալ, մի տարին լրացավ, սկսվեց առողջապահության։ Չէ, մի քանի օր առաջ, ընդամենը մի ամիս էլ չկա, որ ինքը 60 քանի կազմակերպությունից դուրս եկավ եւ դա նշանակում է, որ այդ բոլոր կազմակերպությունները վճարներ չի տալու, բայց այստեղ ինքը մի կարևոր բան ասաց իր ելույթի ժամանակ, ասաց, այսինքն ապացուցելով, որ դա ՄԱԿ-ի եւ որ եթե ես չեմ սխալվում, դա ՄԱԿ-ի կանոնադրությամբ է ստեղծվում այդ piece of board, այսինքն հենց ՄԱԿ-ի ռեզոլյուցիայով է ինքը, եթե չեմ սխալվում։ Նմանատիպ։ Հա, այսինքն չէ, տեսեք, ցանկա օրինակ ենթադրենք, չեմ պնդում, բայց չեմ պնդում, բայց ես չեմ բացառում, հա, որ հենց ՄԱԿ-ի շրջանակում պետքա ստեղծվի այդպիսի կառույց, որ միջազգային մանդատ ունենա, գուցե այդ պետքա ճշտել, այո։ Այդ պետքա ճշտել, որտեղ վերջում ինքը ռեզոլյուցիա ստորագրեց, չէ, նստած տեղը։ Պետքա մեր ճշտել, լավ, ես հստակ չասեմ։ Համենայն դեպս ինքը ասեց, ես 8 պատերազմ եմ կարգավորել եւ որևէ ժամանակ ՄԱԿ-ի հետ չեմ խոսել։ Այսինքն ուզեցավ ասի ՄԱԿ-ը ասես մեծ պոտենցիալ ունի, լավ է։ Ունի, բայց տարիներով ոչ մի բան չի արել։ Չեկեք խոստովանենք։ Հենց այդ է խնդիրը եւ ինքը ակնարկում է, որ սա պետքա փոխարինի ՄԱԿ-ը եւ սա ըստ էության պետքա ուրեմն ըստ ձևավորի նոր աշխարհակարգաստիր է։ Բայց մենք տեսանք, որ ըստ էության այս պայդրությամբ կան բազմաթիվ խնդիրներ, հատկապես եվրոպական գործընկերների հետ, որովհետև Գրենլանդիայի հարցում միջև կոնկրետ հստակություն չլինի, դժվար թե ուրեմն այս կառույցը ուրեմն կայանա, որովհետև համենայն դեպս ստեղծվեց կա արդեն գոյություն ունի, սա քայլ է, հիմա պետք է աշխատեն։ Ասում, որ եղել է պիտի լինի։
Դե արդեն կա, ստեղծվեց կառույցը, երեք ստեղծվեց կառույցը։ Կառույցը չէ Գրենլանդիայի։ Դե Գրենլանդիայի մասով ես տեսեք, այնտեղ ռյուտեն է զբաղվում, բայց 100, այսինքն Թրամփն էլ ասեց, երեք հարցազրույց տվեց Ջոն Քըրնիին, ինքը ուրեմն եւ ասաց, որ հավերժ պայմանագիր է լինելու, բայց այնտեղ պայմանագրի մեջ տեսեք պետք է կնշվի այնպիսի կետեր, որը գուցե Դանիային եւ Գրենլանդիային դուր չգան, մենք չգիտենք այդ մասին։ Վերադարձ դեպի 50-ականների այդ պայմանագիրը իրենց որ թվի էր, 1951։ Այո, 51-ի պայմանագիր նաեւ դա է նշվում մոտավորապես։ Դե հենց այդ է, հիմա իրենք 51-ի պայմանագիրը սարքում են նոր պայմանագիր եւ սարքում են հավերժ, որ Միացյալ Նահանգները հավերժ իրավունքներ ունենալու Գրենլանդիայում։ Հիմա Դանիան եւ Գրենլանդիան պատասխանեցին, որ չի կարող, չգիտեմ, ՆԱՏՕ-ն որոշել Գրենլանդիայի ապագան։ Երեք Թրամփը այսօր ՆԱՏՕ-ն Չէ, նկատի ունի դե ռյուտենա, չէ, զբաղվում այդ հարցով, այսինքն չեն կարող ուրիշները որոշել կոպիտ ասած, sense ասեմ, Գրենլանդիայի ապագան եւ ըստ էության ասեց, որ ուրեմն Դանիայի եւ Գրենլանդիայի գործն է մոտավորապես, չնայած Դանիայի արտգործնախարարը ասեց ուրախ ենք, որ այդ ագրեսիվ ռետորաբանությունը իջել է, բայց եթե ներողություն Գրենլանդիայի ամեն բնակիչ դառնա միլիոնատեր, կարծում ես չի քվեարկի դրա օգտին։ Չեմ կարող ասել, տեսեք, այդ չգիտեմ, չեմ կարող Գրենլանդիայի բնակչության հոգեբան, եկեք մի բան հասկանանք, իրանք շատ դաժան պայմաններում են ապրում իմիջիայլոց եղանակային։ Չնայած այսպես նկարներով բան որ նայում ես կարծես թե դից դրախտային տեղ է, չէ, երևում, բայց իրականում դաժան պայմաններով են ապրում եւ մտնել այդ ժողովրդի մտածելակերպի մեջ մի քիչ դժվար է։ Ինձ թվում է այնտեղ ով 1 միլիոն ստացավ, այնտեղից գնալու է, իմ տպավորությամբ, էլի։ Այո, եւ այսպես չած հավերժ ռազմավար։ Այդպիսի տեղեկություն կա, սկզբից խոսում էին ամեն մեկին 5 միլիոն տալու, ամեն մեկին 1 միլիոն տալու, բայց պետք է մի բան հասկանալ, դուք պատկերացրեք 60,000 բնակչին, ամեն մեկին 1 միլիոն, հենց մի հատ հաշվեք ինչ ահռելի գումար է կազմում։ Եվ իր այս օրակարգը նաև Դանիան գումար բաժանելու, ուրեմն, չգիտեմ, գնելու էլի, կարծես թե կամ գնելու ընդհանրապես, կամ Գրենլանդիան վերցնելու եւ պոպուլյար չի Միացյալ Նահանգներում։ Եվ ըստ էության դա մեծ խնդիրներ է առաջացնում Միացյալ Նահանգներում։ Բայց եթե դա ռազմավարական խնդիր է լուծելու ընդդեմ Չինաստանի եւ Ռուսաստանի գուցե արժի։ Այդ տեսեք, ըստեղ այդ խնդիրը ինքը էլի ունի այդ իրավունքը լուծելու, այդ ենք ասում, այսինքն իրեն տալիս են այդ հնարավորությունը լուծելու։ Բայց այստեղ մի փոքր այլ հարց է, լավ կշարունակենք, այստեղ Զելենսկին փայլուն ելույթ ունեցավ եւ լավ ասեց թեմայով։ Գովազդից հետո։ Կոտոնը սկսվում է այստեղ, Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն, վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը, հայտնի եւ սիրված երգիչ-երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի, համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն, հարիր միայն բարձրակարգ ճաշակին, անզուգական սրահին կից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ, սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Վերլուծություններն շարունակվում է RTN-ի եթերում, գովազդից առաջ խոսում էինք Թրամփ-Զելենսկի հանդիպման մասին եւ Արմենը խոստացավ անդրադառնալ Զելենսկու ելույթին հանդիպումից հետո արդեն։ Այո, դե ինչի մասին խոսը, տեսեք, իրականում այն ինչ որ հիմա Ամերիկան խոսում է ստրատեգիական նպատակների, ռազմավարական առումով ձեռք բերելու, վտանգների եւ այլն, այդ ամեն ինչը, այսինքն չկա այդպիսի առիթ, որ հիմա Ամերիկան չի կարող անել եւ պետքա վերցնի Գրենլանդիա, որ անի։ Այսինքն ամերիկյան ադմինիստրացիան չկարողացավ ներկայացնել այնպիսի մի ծանրակշիռ արգումենտ, որ ինքը պետքա առնի, որ դա կարողանա իրականացնի, որտեղ բոլորը ասում են՝ արի իրականացրու, պրոբլեմ չունես։ Դու 30 քանի հատ մոտ 30 ռազմաբազա ես ունեցել Գրենլանդիայում, սա հանել ես, թողել ես մեկը։ Որովհետև ընդհանրապես դուք գիտեք, չէ՞, ռազմաբազա պահելը այդ պայմաններում դա սարսափելի է։ Բայց Զելենսկին չեն անդրադառնում։ Անդրադառնանք, չէ, ասածս ինչա, որ չկար այդպիսի պահանջարկ։ Սա մի փոքր Թրամփը սիրում է, չէ, իրեն նախագահների հետ համեմատել, չգիտեմ, Վաշինգտոնի մեկ-մեկ, չգիտեմ, եւ հին նախագահների կոնցեպտները վերցնել օգտագործել, չէ, Մոնրոն սարքեց Դոնրո եւ այլն, այսպես դոկտրիներ են։ Ինքը սիրում է դա։ Ինքը պատմությունը նայել է, որ մի քանի անգամ փորձել են ձեռք բերել, չի ստացվել։
դա ուրեմն ինքը կարանա ձեռք բերի։ Այսինքն ստեղ մի փոքր ես նաև կամ մի փոքր չէ, մի քիչ ավելի շատ անձնական պատմության մեջ մնալ, որտեղ տեսեք նույն իր կողքինները շատ է ասում Տրամպը պիտի մնա պատմության մեջ եւ այլն։ Այսինքն ինձ թվում է ինչ որ առումով դա ինքը մտածում է, որ տեսեք Նոբելյան մրցանակը չստացավ, այ եթե Գրենլանդիան միացնի իր անունը կմնա պատմության մեջ, եւ հիմա քանի որ ինքը տեսավ, որ իրավիճակը թեժանում է, Եվրոպայի հետ հակամարտությունը ոչ միայն պոպուլյար օրակարգչի Միացյալ Նահանգներում, այլ նաև շուկաները սկսեցին վատ արձագանքել, եւ դա ընտրություններից առաջ հատկապես պրոբլեմատիկ է։ Դրա համար եմ ասել, որ այս ամեն ինչը ավարտված է, մի քիչ ռիսկային կլինի Տրամպի պարագայում։ Մի հատ էլ հասկանանք, որտեղ կոնցեպտը ասեց ավելի ուշ կհրապարակեմ Տրամպը, տեսեք ինչ տեղի կունենա, ես վստահ չեմ։ Ինչ վերաբերում է Զելենսկին, Զելենսկին ասաց, որ Եվրոպան ինքն է մեղավոր, որ իր հետ այդպես են վարվում, եւ չես կարող ընդհանրապես փայլուն ելույթ ունեցավ։ Բայց փաստորեն Զելենսկին էլ անցավ այս կողմը։ Եթե մինչև ուղղակի սիրաշահում էր, ասում էր ինչ լավ է, որ ձեզ հանդիպեցի, ինչ լավն եք դուք, հիմա ասաց, որ Եվրոպան էլ լավ է, չի դուք եք լավ, այդպես ստացվեց։ Չէ, մի քիչ այդպես չստացվեց, հակառակ էֆեկտը ձեզ ասեմ։ Ես իմ զգացողությունն եմ ասում, ձեր ասելուց հետո չէ, ես ամբողջ ելույթը լսել եմ, հա, չէ, այդպես չի իմ կարծիքով։ Զելենսկին հակառակը լրիվ ուրիշ փայլուն ելույթ ունեցավ, Զելենսկին ասեց ուզում եք, այսինքն Ուկրաինայի հանդեպ վերաբերմունքը, ասեց, կոպիտ ասաց, հա, ընդհանրապես պատերազմի հանդեպ, նաև վկայում է ձեր, գիտեք ինչ ասես, կոպիտ չեմ ուզում շատ կոպիտ բառեր օգտագործեմ ամեն դեպքում եվրոպացիների նկատմամբ, որտեղ եվրոպացիներն էլ ուրեմն ընդհանրապես մեր դաշնակիցներն են եւ այլ այսպես շարունակ, բայց Զելենսկին հասկացրեց, ասեց, ձեր փափուկ քաղաքականությունը, ձեր կոպիտած տարիների այս բանը, էլի որ մենք սպասենք միջև տեսնենք ինչ ա լինում կողքից, հա, դիտորդի դերում լինելը։ Դե բերես դրան ասեց, որ այսօր ձեր փոխարեն ձեր հարցերն են լուծում։ Դրա համար էլ այսօրին եք ասեց, դիմեք Ուկրաինային, Ուկրաինան կօգնի պաշտպանել, ասեց։ 40 հոգի ուղարկելով ոչ եք կարող։ Հենց այդ ասեց Զելենսկին մի փայլուն բան ասեց, հա, տեսեք դուք էլ չէ՞ դա նկատեցիք, ասեց ձեռ եք առնում։ Լավ, ում եք ինչ ուզում։ Հակառակը դու ուղարկում ես այդ զինվորականին ավելի ես կատաղացնում Թրամփին, որտեղ 30 հոգի մարդ ես ուղարկում, ընդհանրապես ինչ որ գնում պատտվում գալիս են, ասում են նայեցինք, տեսանք միսիան ավարտված է։ Բայց չի կարծում որ այդ խնդիրը լուծվեց արդեն, երբ որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համաձայնեց գնալ գործարքի Թրամփի հետ։ Ես հուսով եմ եւ ուրախ եմ որ խնդիրը լուծվի։ Ես առաջինն եմ դա ուզում, որովհետեւ դուք տեսաք ինչ կատարվեց եւ ասում դա շատ ես մի բան ասեմ։ Եվրոպան ԱՄՆ պարտքի ամենախոշոր ուրեմն սա չասեմ սեփականատերից, այսինքն Եվրոպան ամենապարտքի պահապաններից մեկը, որտեղ գիտեք ուրեմն մոտ 10 տրիլիոնի կարգի։ Եվրոպական ներդրումների շնորհիվ 3.5 միլիոն մարդ է Ամերիկայում աշխատում։ Եվրոպական 3.5 միլիոն մարդ, բոլոր 50 նահանգներում։ Դուք պատկերացնում եք, հետիք չի հիմա 25%-անոց տարիֆները ասես պահում եմ, հավելյալ 25%-ը որ նո Իրանի հետ կապված եմ ասում։ Իրանի հետ կապված տարիֆները պահեց, որը նորից Չինաստանի վրա է լինելու, որտեղ Չինաստանն առևտուր անում, երեք հարցրեց Ջոն Քերնին։ Դուք պատկերացրեք հիմա Ամերիկայի բնակչի վրա թանկանում, հիմա մի հատ էլ ապրանքների մի գլխավոր պարտներներից մեկը Եվրոպան է։ Էլ չեմ ասում, որ եվրոպացիք բավականին լուրջ սպառնացին 93 միլիարդի հավելյալ տարիֆ գնել, եւ Տրամպը հասկացավ, որ հիմա հակամարտությունը Եվրոպայի հետ, որտեղ տեսեք բացահայտ Մակրոնին վիրավորելը, ես տեսեք ելույթի ժամանակ ընդհանրապես ռացիոնալ հատիկներ կային, բայց ընդհանուր առմամբ այդ մթնոլորտը, որ ստեղծեցին, անգամ այդ խաղաղության խորհրդի ժամանակ եթե տեսնեք, ասենք ոնց որ դիրիժորի պես լիներ։ Տեսեք, Հայաստանի պարագայում հասկանալի է դա։ Հայաստանը պետք է միանար եւ ես ուրեմն պրոբլեմ չունեմ, որ ճիշտ արեց Փաշինյանը, որ առաջիններից հայտարարեց միանգամից, դու Ալիևը հետո, դա այլ հարց է, թե ինչի Ալիևը սկսեց ոտը կախկցել, հետո դες միանգամից հայտարարեց, հետո մեկ է հոп Թրամփի հետ առանձնազրույց, այդ ամեն ինչ այլ հարց է։ Բայց Զելենսկին էլ ասեց ամեն մեկը իր պատճառն ունի, որ միացել է այս խաղաղության խորհրդին, բայց մեծերի համար դա նվաստացուցիչ է, պրոբլեմ է։ Ներողություն, Իրանը քանի ժամանակ ունենք, որովհետև հետո ուշ կլինի երևի։ Դուք կարդացել եք կամ տեսել եք ինչ-որ նյութ այդ մասին, որ դեսպաններին վրընդում են Իրանում տարբեր երկրներից, չէ՞։ Օրինակ Անգլիայում, Մեծ Բրիտանիայում։ Եվ այսօր մեր տարբեր դեսպանների Իրանի դեսպանի։ Ահ, Իրանի դեսպան, դեսպանական աշխատակիցներին։ Եվ լսեցի, որ նաև Հայաստանից են յետուղարկել։
Կարծում եք, պետք է ճշտել դա, որտեղ վտանգավոր պնդում է դա, կարող է բան լինի, բայց վտանգավոր բան է դա։ Ամեն դեպքում տեսեք, Իրանի մասով Թրամփը ասաց, որ ուրեմն ես ասեց հələ կուտակում եմ ուժերը, պետք է նայենք, որովհետև սկզբից դե այդ չկրկնեմ, որ ասաց։ Դուք հետաքրքիր էր, շեղեցի ձեզ կներեք։ Ինքը, հա, Իրանի մասով ասաց, որ մենք այսինքն այդտեղ լրագրող հարց տվեց, բայց չէ որ դուք զորքը կուտակում եք։ Ու չէ որ երբ որ զորքը միտեղ կուտակում է, միտեղ բաց է մնում։ Չէ որ այդ զորքը ինքը Ասիայից բերեց, որը շատ ավելի կարևոր բան է իր համար, չէ։ Հիմա այնտեղ բաց է մնացել, չէ, այնտեղ Չինաստանը կարող օգտվի եւ այլն, չէ։ Եվ Թրամփը ասաց, այո, ասեց պետք է սպասենք ինչ որ մի բան, որտեղ դուք մարդկանց հույս տվեցիք, չարեցիք։ Յանը sense թվարկես։ Դե նավը դեռ չի հասել կամ նավը նավատորմը։ Չէ, Թրամփի ասածը հետեւյալն է, ասեց տեսնենք պետք է նայել իրավիճակին, այո, պետք է հետևել, ասեց, ես այս պայն բան արեցի, որտեղ 800 քանի հոգու, հիմա դեռ 830 հոգու չկախեցին, բայց ասեց մենք պետք է հետևենք եւ ոչ մի բան չի բացառում, որտեղ իրենք առանց տարբերակելու մարդկանց գնդակահարում էին, սպանում էին։ Հիմա թե ինչ նկատի ուներ այդ ամեն ինչով եւ այլն։ Համենայն դեպս տեսեք, Ռուսաստանի մասով ասեմ, որ հետաքրքիր հայտարարություն եղավ, որ տեսեք, ընդհանուր այդտեղ մեկ կարևոր հարց է մնացել, եւ ես ենթադրում եմ, որ դա տարածքների հարցն է, այսինքն մեծ հաշվով դրանից բան չի փոխվելու։ Ես չեմ կարծում, որ դից հիմա Պուտինը չի համաձայնվելու, որովհետև ես չեմ կարծում, որ այս պահին կլինի։ Պուտինը խաղեր տալի, հիմա արդեն դեմ են տալու, իսկ գնալից իսկ անեն զիջումների, որը կբերի ուրեմն Ուկրաինայի ժողովրդի դժգոհության, բաժա որ Զելենսկին չի գնալու, որովհետև Զելենսկին ասաց, ես այստեղ իմ երկրի շահերն եմ պաշտպանելու, բայց հետաքրքիր բան ասաց, որ վաղը մյուս օրը կարող են եռակողմ ինչ-որ հանդիպումներ լինել։ Լինելու են հաստատ։ Այո, դրա համար եռակողմ ենթադրում եմ Աբուդաբիում կարծեմ։ Այո, եռակողմ հարցը նույն սեղանի շուրջ տարբեր այդտեղ լուրջ խնդիրներ է, բայց տեսնենք հասկանանք, որովհետև իրավիճակը զարգացումները շատ հետաքրքրական։ Հասկանանք եվրոպացիների դիրքորոշումը, մի խոսքով սպասենք տեսնենք։ Եվ ովքեր են նստելու նորից Այո, վաղը ես փորձեմ ավելի մանրամասն անդրադառնալ այս թեմային, այսինքն լայվի ժամանակ։ Այո, վաղը առավոտյան արդեն բարձ կլինի Վիտկոֆին ինչպես է ընդունել եւ Քուշներին Պուտինը, հետո էլ արդեն մյուս հանդիպումների մասին շնորհակալություն, որ հետևում եք մեր եթերին, այսօր մեր ծրագիրն ավարտվեց, ձեզ նույնպես շնորհակալ եմ, ցտեսություն։ Հաջողություն ձեզ։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։